շինարարությամբ եւ առևտրով հնարավոր չի կայուն եւ որակյալ տնտեսական աճ ապահովել։ Աշխարհն ինչ է ուզում մեզանից, մենք ինչ ենք ակնկալում աշխարհից։ Ինչ կարող է արտահանել Հայաստանը եւ հատկապես որտեղ։ Սփյուռքին հրավիրելու ենք ոչ թե աջակցելու մեզ, այլ դառնալու մեր տնտեսության կառուցման համահեղինակ։ Փոքր պետություն լինելը դատավճիռ չէ եւ Հայաստանը ունի լիարժեք հնարավորություն զարգանալու։ Իսրայելը ինչ որքանով է նման մեզ, որ ինքը անընդհատ ունի շատ բարդ փոխհարաբերություններ իր շրջապատող երկրների հետ։ Այս պահի դրությամբ պատկերը կարծեմ այնքան էլ լավ չի։ 2025 թվականի հունվար, եթե չեմ սխալվում, հոկտեմբեր ամիսների տվյալներով ցուցանիշները շատ ցածր են օտարերկրյա ներդրումների մասով։ Մենք ունենք կանխիկ դրամ, մենք ունենք անկանխիկ դրամ եւ ունենալու ենք դրանց համարժեք 1-1 հարաբերակցությամբ թվային դրամը։ Եթերում բաց խոսենք նախագիծն է մեր հյուրը այսօր Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության համահիմնադիր տնտեսագետ Դավիթ Անանյանն է։ Բարև ձեզ, պարոն Անանյան։ Օրեր առաջ դուք ներկայացրեցիք Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության տնտեսական ծրագիրը 7 հիմնական առանցքներ, որոնց շուրջ պետք է ձևավորվի ձեր պատկերացրած տնտեսական Հայաստանը։ Պարոն Անանյան, որքանով է այս ծրագիրը կտրուկ փոփոխություններ ենթադրող ծրագիր։ Շնորհակալություն Ժավերի համար։ Ինքը կտրուկ է այնքանով, ինչքանով որ տրամագծորեն հակառակ համակարգն է առաջարկում տնտեսության կառուցվածքային առումով։ Մենք շուրջ 3 տասնամյակ կառուցել ենք մեր տնտեսությունը ներքին սպառման մոդելի հիման վրա։ Դա ինչ է նշանակում, որ մենք առավելապես մեր տնտեսությունը, մեր համախառն ներքին արդյունքը ձևավորել ենք մեր Հայաստանի Հանրապետության, մեր բոլորիս ջանքերով, մեր ներքին գնողանակության եւ ներքին սպառման հաշվին։ Ներմուծել ենք ապրանքներ, այդ ապրանքները վաճառել ենք, այդ ապրանքները վաճառքից գոյացած հասույթները հանրագումարային ձևավորել են մեր հնան։ Դրա համար ենք ասում, որ օրինակ մեր հնայի կամ տնտեսական ակտիվության ցուցանիշը կամ տնտեսության կառուցվածքը որ նայում ենք, դոմինանտ ճյուղերը դրանք հիմնականում առևտուրն են, շինարարությունը եւ Հայաստանի Հանրապետությունում ներսում սպառվող ծառայություններ, այսինքն ծառայություններ, առևտուր եւ շինարարություն, այլ կերպ ասած, ոչ արտահանելի ճյուղերը։ Դրանով պայմանավորված, որ մենք 3 տասնամյակ ավելի շատ ներմուծել ենք, ավելի քիչ արտահանել ենք, 3 տասնամյակ միշտ ունեցել ենք առևտրային հաշվեկշիռը մինուս նշանով, այսինքն շատ ներմուծել ենք, քիչ արտահանել ենք եւ ըստ էության ձևավորել ենք ներքին սպառման հիման վրա կառուցված տնտեսություն։ Մենք ասում ենք, որ պետք է այս փուլը, շրջափուլը ավարտենք եւ սկսենք կառուցել մեկ այլ տնտեսություն, որը ստեղծում է արժեք, գիտելիքի հիման վրա ստեղծող արժեք, բարձր տեխնոլոգիական արժեք, պահանջարկ համաշխարհային տնտեսական շուկայում պահանջարկ ունեցող արժեք եւ այդ արժեքը պետք է արտահանենք, այսինքն մեր տնտեսությունը պետք է լինի ոչ թե ներքին սպառման վրա հիմնված, այլ արտաքին սպառման ավելի մեծ ծավալների վրա հիմնված։ Այլ կերպ ասած, ոչ թե 3 միլիոն սպառող, այլ 30 միլիոն սպառող, 300 միլիոն սպառող, 3 միլիարդ սպառող, այնքան ինչքան որ մենք կարող ենք գիտելիքահեն, բարձր տեխնոլոգիական ապրանքներ եւ ծառայություններ արտադրել եւ արտահանել։ Ձեր հարցի պատասխանը հետեւյալն է. տրամագծորեն հակառակ համակարգն ենք մենք կառուցելու։ Արժեք ստեղծող եւ համաշխարհային շուկայում դիրքավորվող ապրանքներ եւ ծառայություններ արտահանող տնտեսություն։ Պարոն Անանյան, ուզում եմ անդրադառնալ ձեր առաջարկած բոլոր 7 առանցքային ուղղություններին, նաև փորձելով հասկանալ, թե դրանք որքանով են իրագործելի մեր պայմաններում, մեր ունեցած, այսպես ասած, իրականության պայմաններում։ Առաջին առանցքային ուղղությունը հենց դա էր արտահանելի եւ արդյունաբերական տնտեսություն։ Դուք նշում եք, որ շինարարությամբ եւ առևտրով հնարավոր չի կայուն եւ որակյալ տնտեսական աճ ապահովել։ Բայց ինչպես, եթե այս պահին մեր տնտեսության հիմքը հենց այդ երկուսն են, եթե հաշվի չառնենք խաղային բիզնեսը, եթե չեմ սխալվում, էլի ծանրակշիռ դեր ունի տնտեսության մեջ։ Ինչպես, պարոն Անանյան, եթե հենց այս ոլորտներում են մարդիկ հիմնականում զբաղված, ընդգրկված, այդ տրանսֆորմացիան, ինչպես ասում են, ինչպես եք պատկերացնում։ Առաջի եւ երկրորդ ուղղությունները իրար հետ շատ խիստ փոխկապակցված են։ Առաջինը դա մեր տեղի պատկերացումն է ամբողջ աշխարհի մեջ։ Մենք ունենալով փոքր տնտեսություն ունեցող երկիր լինելով, մենք պետք է նախ եւ առաջ առաջինը, ինչ պետք է անենք, մենք պետք է հասկանանք, թե
աշխարհն ինչ է ուզում մեզանից, մենք ինչ ենք ակնկալում աշխարհից, ինչ կարող ենք տալ աշխարհին։ Դրա համար մենք պետք է ուսումնասիրենք ծավալներով եւ հանգամանքներով, տարածքային սահմանափակումներով համադրելի որոշ երկրների փորձը եւ փորձենք ամեն երկրից վերցնել այն հաջողված փորձը, որը որ փոքր տնտեսություն ունեցող երկրին դարձրել է համաշխարհային տնտեսության շատ կարևոր մասնակից։ Օրինակ, Էստոնիայի տնտեսական մոդելից ինչ ունենք վերցնելու թվայնացված պետական կառավարման համակարգ, մարդկային կապիտալ։ Ինչ ունենք վերցնելու Իսրայելից ռազմարդյունաբերություն, բանակ եւ ռազմարդյունաբերական արտադրանքի քաղաքացիական նպատակներով օգտագործում եւ ընդհանրապես նաեւ արտահանելի ռազմարդյունաբերություն։ Իսրայելը որքանով է նման մեզ, որ ինքը անընդհատ ունի շատ բարդ փոխհարաբերություններ իր շրջապատող երկրների հետ, հետեւաբար Իսրայելի այդ փորձը շատ կարևոր է վերցնել։ Հաջորդ երկիրը Սինգապուրը հաղթահարել է իր փոքրությունը, ինչով է հաղթահարել, ինքը դարձել է շատ կարևոր կոմունիկացիոն հանգույց եւ դարձել է նաեւ շատ կարևոր ծառայությունների, հիմնական ֆինանսական ծառայությունների արտահանող։ Հաջորդ երկիրը Իռլանդիան, ինչով է Իռլանդիան ամբողջ Եվրամիությունում աչքի ընկնում իր շատ ճկուն եւ շատ արդյունավետ հարկային համակարգով եւ ինքը այնպիսի հարկային համակարգ է առաջարկում, որ եվրոպական շատ ու շատ երկրներ իրենց, այսպես ասած, մուլտի ազգային բիզնեսի շատ կարևոր հանգույցները տեղափոխում են Իռլանդիա։ Եվ այսպես շարունակ։ Այսինքն կան փոքր երկրներ, կա հաջողված փորձ, այդ փորձից ամեն մեկը Հայաստանը իր դասը պետք է քաղի, վերցնի եւ դրա համադրություններով ստեղծի իր պատմության սկիզբը։ Հետևաբար առանցքային ուղղությունը առաջին, մեր տեղը որն է աշխարհում։ Հասկացանք մեր տեղը որն է։ Պետք է բարձր տեխնոլոգիական եւ արդյունաբերական արտադրանք ասելով մենք նկատի ունենք ապրանք եւ ծառայություն։ Գալիս է երկրորդ ուղղությունը արդեն ձեր ասածը։ Արդյունաբերականացումը ունի մի շատ կարևոր հանգուցային մեկնարկային կետ։ Մենք պետք է կոմունիկացիոն մեր, այսպես ասած, դիրքավորումները եւ կոմունիկացիոն ենթակառուցվածքները մի հատ վերաիմաստավորենք։ Դրա համար մենք ունենք կոմունիկացիոն ռազմավարություն, որ պետք է իրականացնենք, այն բաղկացած է 3 շատ կարևոր հանգույցից՝ հյուսիս-հարավ ավտոմայրուղի, հյուսիս-հարավ երկաթգիծ եւ արևելք-արևմուտք տրանսպորտային հայեցակարգ։ Այս 3-ը շատ կարևոր բաներ են, հայեցակարգեր են, մեկը այսօր իրականացվող, երկրորդը շուրջ 14 տարի կոնսերվացված, այն երրորդը որոշակի 90-ականներից որոշակի բաներ անցած։ Մենք ինչ ենք ասում ենք, այս 3-ը մենք պետք է իրագործենք, մեր կոմունիկացիոն ենթահամակարգերը վերաիմաստավորենք եւ դրա շուրջ բոլորը ձևավորենք մեր արդյունաբերական գոտիները։ Եվ դա սկսենք Աշոտskից ու հյուսիսից մինչև հարավ, չէ՞, եւ արևելքից մինչև արևմուտք, հաշվի առնելով մեր տարածքային մարզային առանձնահատկությունները, թե բնակլիմայական, թե ռեսուրսային, թե նաեւ 30 եւ նաեւ սովետական ժամանակաշրջանում արկա ռեսուրսները արդյունաբերական եւ այլն։ Սա երկրորդ ուղղությունն է, այսինքն առաջինն ու երկրորդը դրանք այն գաղափարախոսական հիմքն է, որի հիման վրա կառուցվում է մեր արտահանելի տնտեսության, այսպես ասած, հայեցակարգը։ Ինչ կարող է արտահանել Հայաստանը եւ հատկապես որտեղ։ Եթե չեմ սխալվում, հատկապես վերջին տարիներին արտահանման միայն IT ծառայությունների ոլորտում հաջողված փորձ ունենք։ Ինչ ունենք այստեղ։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք ապրանքների եւ ծառայությունների մասին, երբ որ խոսում ենք արդյունաբերական գոտիների մասին, չէ՞, դրանք որոշակի միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում մենք դրա իրագործմանը ականատեսենք լինելու, բայց դա չի նշանակում, որ մենք չունենք կարճաժամկետ նպատակներ ու այդ կարճաժամկետ նպատակների իրագործման ու իրականացման, այդպես ասած, հստակ մտադրություն։ Հենց դեր ասածը, երբ որ ասում ենք բարձր տեխնոլոգիական ապրանքներ եւ ծառայություններ, թերևս ծառայությունների ոլորտում կարելի է շատ արագ հաջողություններ ունենալ ֆինանսական ծառայությունների ոլորտում, որ հիմա էլ մենք ֆինանսական ոլորտը բարեհաջող ֆինանսական ծառայությունների արտահանում իրականացնում, ՏՏ ոլորտը, դրան արդեն կիբերանվտանգությունը, դրան արդեն կարող են գումարել նաև արհեստական բանականությունը, դրան կարող ենք գումարել նաև այն հեռանկարային ճյուղերը, ներգնա տուրիզմը, կրթությունը,
առողջապահությունը, սրանք ոլորտներ են, որոնք կարող են լինել նաև ծառայություններ արտահանող։ Այսինքն, եթե վերցնենք կարճաժամկետ հեռանկարում մենք շեշտը դնելու ենք ծառայությունների վրա, արդեն իսկ ձևավորված փորձի, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում մենք պետք է վերցնենք հիմքը դնենք բարձր տեխնոլոգիական ապրանքների վրա, այդ թվում նաև ռազմարդյունաբերության ապրանքների վրա, որը նպատակ ունի ինչպես մեր սեփական կարիքները բավարարելու, այլ նաև արտահանելի ռազմարդյունաբերական արտադրանք թողարկելու այդպիսի կարողություններ ենք ձևավորելու։ Որոնք են մեր թիրախային շուկաները ԵԱՏՄ տարածքում ամբողջ աշխարհով մեկ եւ այստեղ մենք շատ կարեւոր բան պետք է անենք, արտաքին շուկաների դիվերսիֆիկացիա պետք է անենք, մենք որևէ քաղաքականությունից բխող տնտեսական համակարգեր չենք իրագործելու, թեև քաղաքականությունն ու տնտեսությունը իրար հետ շատ խիստ փոխկապակցված են, բայց մենք աշխատելու ենք, որ տնտեսական մեր քաղաքականությունը նաև բերի քաղաքական փոխհարաբերությունների նոր հնարավորություններ ու մարտահրավերներ։ Այս երկուսը շատ կարևոր են ու շատ փոխկապակցված։ Դուք փոքր պետության զարգացման ձևաչափն եք առաջարկում նաև որպես առանցքային ուղղություններից մեկը, ասում եք, որ փոքր պետություն լինելը դատավճիռ չէ եւ Հայաստանը ունի լիարժեք հնարավորություն զարգանալու։ Դուք մի քանի օրինակներ նշեցիք, իհարկե էլի օրինակներ կան, պարոն Անանյան, բայց արդյոք այս պետությունները կունենային այդ տնտեսական հաջողությունների այն պատկերը, եթե գտնվեին աշխարհաքաղաքական այնպիսի բարդ միջավայրում, որում Հայաստանն է։ Մեր հարևաններին չեք մոռացել, չէ՞, ծրագիրը գրելիս։ Իհարկե, այդ ձեր ասածը մենք իրագործելու ենք մեր 4-րդ ուղղությամբ հնարավորությունները 4-րդ առանցքային ուղղությամբ ենք մենք փակելու, դա որն է մեր Սփյուռքը։ Մենք ունենք ցանցային ազգ ենք, մենք ամբողջ աշխարհում ունենք մեր հնարավորությունները եւ Սփյուռքի համար մենք մի այսպիսի դոկտրին ունենք։ Սփյուռքին հրավիրելու ենք ոչ թե աջակցելու մեզ, այլ դառնալու մեր տնտեսության կառուցման համահեղինակ։ Օգտագործել ենք Սփյուռքի ֆինանսական, մարդկային, գիտական ամբողջությամբ այն ներուժը, որ մենք այսօր ունենք։ Ու դա շատ մեծ ներուժ է։ Մենք երբեք 30 տարիների ընթացքում այդ ներուժ չենք օգտագործել պատշաճ մակարդակով։ Մենք միշտ Սփյուռքին անդրադարձել ենք միշտ օժանդակողի կարգավիճակով։ Այսինքն եղել է երկրաշարժից հետո Սփյուռքի օժանդակություն, պատերազմից հետո տարբեր արհավիրքներից հետո, այսինքն Սփյուռքը մենք Սփյուռքին դիտել ենք որպես մի ներողություն եմ խնդրում այս արտահայտության համար, մի մեծ դրամապանակ որպես։ Իսկ դա այդպես չպետք է լինի, մենք հետեւաբար մեր 7 ռազմավարական ուղղություններից 4-րդ առանցքային ուղղությունը դա Սփյուռքն է, որը մեր տնտեսության կառուցման համահեղինակը պետք է լինի։ Մենք պետք է փոխհատուցենք այն, ինչ որ դուք ասացիք։ Փոքր երկրները ունեն մեծ դաշնակիցներ, մենք որպես փոքր պետություն ունենք ամենամեծ դաշնակիցը, մեր համաշխարհային հայկական Սփյուռքը։ Սա մեր ցանցային հնարավորությունն է, որ մենք պետք է օգտագործենք։ Այս պահի դրության պատկերը կարծեմ այնքան էլ լավ չի, 2025 թվականի հունվար, եթե չեմ սխալվում, հոկտեմբեր ամիսների տվյալներով ցուցանիշները շատ ցածր են օտարերկրյա ներդրումների մասով։ Ինչպեսի հարցն է այսպես առաջանում, նաև ինչպես եք փորձելու օտարերկրյա ներդրողներին համոզել գալ Հայաստան, հաշվի առնելով նաև վերջին տարիների հետապնդումները գործարարների, անկայուն վիճակը, որ կա Հայաստանում եւ տարածաշրջանում։ Գիտեք, ցանկացած օտարերկրյա ներդրում Հայաստան գալուց առաջ կամ որևէ երկիր գնալուց առաջ մի շատ կարևոր մի քանի բաներ է նայում։ Առաջինը, իր ներդրումները վտանգված են լինելու թե չէ։ Այսինքն նայում է ներքին անվտանգային եւ արտաքին անվտանգային մարտահրավերներ, որ տվյալ երկրում կան։ Հիմա մենք ունենք արտաքին մարտահրավերներ անվտանգային, բնականաբար ունենք, լուծված չեն դրանք։ Կա խաղաղության այսպիսի մի պատրանք, որը ոչ թե խաղաղություն է, այլ պարտադրանք հարևան երկրից դեպի մեզ եւ այդ պարտադրանքի ամեն մի չափաբաժինը կատարելու արդյունքում մենք ունենք այսպես ինչ որ երկարաձգված խաղաղության պատրանք։ Հետևաբար ներդրողը նայում արտաքին անվտանգության տեսանկյունից կան ռիսկեր, կան։ Ներքին անվտանգության հետ կապված նա նայում է տնտեսական արդյոք օտարերկրյա ներդրողները պաշտպանված են ներքին օրենսդրությամբ։ Թվում է թե օրենսդրությունը բավականին իրավակարգավորումային առումով ինքը բավականին լավն է, բայց իրականությունը բնականաբար տրամագծորեն հակառակը։ Եթե օրինակ
կառավարությունը այս կամ այն խոշոր ընկերությունից նվեր է ստանում ինչ-որ բաժնետոմսերի փաթեթ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային, Վիվան, չէ, տարբեր այդպիսի բաներ ունենք, եւ օրինակ քաղաքական դրդապատճառներով օտարերկրյա ներդրում ունեցող Հայաստանի ներկայական ցանցերի նկատմամբ շատ մանրամասն չասենք, տեսնում ենք ինչ է տեղի ունենում եւ ըստ էության դա ռեկվիզիցիայի կլասիկ այդպես ասած մի փորձ է, որ իրականացնում է այսօրվա կառավարությունը։ Այսինքն արտաքին անվտանգային եւ ներդրումների պաշտպանության տեսանկյունից ներքին անվտանգային այդ բաները պաշտպանված չեն։ Հաջորդը գալիս է մակրոտնտեսական քաղաքականությունը ինչքանով է կանխատեսելի։ Հարկաբյուջետային քաղաքականությունը եւ դրամավարկային քաղաքականությունը։ Եթե դրամավարկային քաղաքականությունը որոշակիորեն կարելի է կանխատեսելի համարել, որովհետեւ կենտրոնական բանկը կարծես թե հաջողվում է դեռ կանխատեսելի պահել դրամավարկային քաղաքականությունը, ապա հարկաբյուջետային քաղաքականությունը ինքը կանխատեսելի չի։ Այդ թվում նաև դրա ներսում հարկային օրենսդրության մեջ կատարող զանազան փոփոխությունները, որոնց նպատակը զուտ ֆիսկալ գանձրանային նպատակներ են հետապնդում, եւ նաև ասենք պետության միջամտությունը տնտեսությանը, ասենք օրինակ բյուջետային ուղերձներում կամ միջնաժամկետ ծախսային ծրագրում կառավարությունը գրում է իր հարկաբյուջետային քաղաքականության մասին, որ ինքը լինելու է կամ չեզոք է լինելու, կամ լինելու է զսպող, կամ լինելու է, այսպես ասած, աջակցող, բայց տեսնում ես, որ չեզոքի փոխարեն ինքը զսպող է, զսպողի փոխարեն ինքը ընդլայնող է։ Այսինքն կառավարության վարկագիծը հարկաբյուջետային քաղաքականության տեսանկյունից կանխատեսելի չի։ Հիմա եթե ամփոփենք, մենք չունենք կանխատեսելի հարկաբյուջետային քաղաքականություն, ունենք ներքին եւ արտաքին անվտանգային ռիսկեր, սրա հանրագումարային արդյունքը նա է, որ օտարերկրյա ներդրումներ ուղղակի չեն գալի Հայաստանում, որտեղ ցանկացած օտարերկրյա ներդրող ինքը պրագմատիկ է, շահույթ ստանալու նպատակ է հետապնդում։ Եվ երկարաժամկետ այդ իրենց պլանները, շահույթների ստացման պլանները, դրանք երկարաժամկետ են սովորաբար։ Ներդրումների առաջի մի քանի տարիներին շահույթներ չեն ակնկալում կամ 5-րդ, 6-րդ տարվանից սկսած այո շահույթներ լինում, բայց Հայաստանի հետ կապված գործընթացները կարելի է կանխատեսել օրինակ 3-ից 5 տարվա պրոսպեկտիվով։ Կարծում եմ, որ այդքան էլ չէ։ Պարոն Անանյան, հաջորդ առանցքային ուղղություններից մեկը փոքր ու միջին բիզնես։ Ես նկատեցի, որ ձեր ասուլիսից հետո մամուլի լուսաբանման առաջին վերնագրերում հենց հատկապես այս ուղղությունը եւ հարկային, ինչպես դուք եք նշել, փիլիսոփայությունը, այս երկու ուղղությունները շատ մեծ ուշադրության էին արժանացել, անկեղծ ասած չգիտեմ ինչից է, միգուցե խնդիրներն են շատ, թե ավելի շատ մարդկանց է վերաբերում, գուցե հետաքրքրությունը դրանով էր պայմանավորված։ Ինչևէ, ես ուզում եմ, որ այստեղ նորից մի փոքր ավելի ընդլայնենք թեման, մանավանդ որ կա հետաքրքրությունը, ձեր առաջարկած փոփոխությունները այս ոլորտում, օրինակ ինչ են տալու, շատ պարզ, այդպես օրինակով, ասենք լավանդա գեղեցկության սրահի աշխատակիցներին կամ Նորքի նոր զանգվածում գործող փոքրիկ հացաբուլկեղենի օրինակ կրպակյա աշխատակիցներին։ Այդտեղ տեսեք, երրորդ մեր առանցքային ուղղությունը հենց վերաբերում է փոքր ու միջին ձեռնարկատիրությանը։ Այդտեղ փիլիսոփայական մոտեցում կա, իսկ ավելի շատ հետաքրքրում է թե հարկային նոր համակարգ, այսինքն 6-րդ ուղղությամբ մենք ինչ ենք առաջարկելու ՓՄԶ-ին։ Մի փոքր փիլիսոփայությունից խոսենք, հետո գանք ձեր հարցը ամփոփենք, որ 3-ն ու 6-ը միաժամանակ փակենք։ Երրորդ առանցքային ուղղությունը մենք ասում ենք, որ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը դա մեր տնտեսության սոցիալ-տնտեսական ողնաշարն է։ Ասում ենք, որ արդյունաբերական տնտեսության կառուցման մեր հայեցակարգը, որ մենք ունենք, դա ոչ թե հիմնված է մի քանի խոշոր գործարանների վրա, այլ մի քանի տասնյակ հազարավոր փոքր ու միջին ձեռնարկատիրության ձեռներեցների վրա։ Ինչու՞, որովհետև փոքր ու միջին ձեռնարկատիրությունը դրանք փոքր արտադրություններն են, մեր փաստաբանական համայնքն է, մասնագիտական ծառայություններ մատուցողներն են, այս տաղավարը շահագործող մեր գործընկերներն են, մենք ենք որպես խորհրդատուներ, չէ, այսինքն ամբողջ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը դա ըստ էության ինչ է անում, ձևավորում է միջին խավ, եթե մենք խոսում ենք սոցիալ-քաղաքական իմաստի առումով, ձևավորում է իրական աշխատատեղեր, չէ, եւ ինքը դառնում է այն արդյունաբերական գոտիներ շահագործողների համար նաեւ մատակարարներ։
Հետևաբար մեր փիլիսոփայությունը այն է, որ մենք փոքր ու միջին ձեռնարկատիրությանը մոտորապես 6 ուղղություններով պետք է օժանդակենք, հասանելիություն ապահովենք ֆինանսական ռեսուրսներին։ Դա նշանակում է, որ բորսայական կապիտալին իրենք պետք է ունենան շատ ավելի թեթև ռեժիմով բորսայական կապիտալին հասանելիություն։ Պետք է ունենանք նաև որոշակի սուբսիդավորման գործիքակազմ, ներդրումային կապիտալին հասանելիություն եւ այլն։ Թվայնացում, արդյունաբերականացում, արտահանման շուկաներին հասանելիություն, օժանդակություն, որպեսզի հասնեն, ստանդարտիզացիա, թվային կառավարման համակարգերի ներդրում եւ այլն։ Այսինքն միջին խավը ձևավորելու համար մենք պետք է փոքր ու միջին ձեռնարկատիրությանը իրական բիզնես միջավայրի նման վարվենք, ոչ թե միայն աջակցողի տեսանկյունից, որ իրենք միշտ կարիք ունեն, որ իրանց աջակցենք, այլ մենք պետք է թողենք, որ իրենք աճեն։ Եվ այդտեղ է որ գալիս է 6-րդ մեր առանցքային ուղղության շրջանակներում մենք ասում ենք նոր հարկային համակարգի փիլիսոփայությունը այն է, որ մենք պետք է առաջի հերթին շատ համաչափ հարկային բեռ ապահովենք միջին ու փոքր ու միջին ձեռնարկատիրությանը։ Նախ եւ առաջ ինչ ենք ասում։ Ասում ենք, որ մեր կարծիքով 25 թվականի հունվարի 1-ից, երբ որ օրենսդրական փոփոխություններ եղան եւ շրջանառության հարկի դրույքները կրկնակի բարձրացան, դրույքաչափերը, հարկման դրույքաչափերը կրկնակի բարձրացավ եւ միկրոձեռնարկատիրության եւ շրջանառության հարկի ռեժիմներում գործելու որոշակի սահմանափակումներ մտցվեցին, մեր կարծիքով այդ նպատակադրումը չի եղել բավարար չափով հանրային քննարկման առարկա չի հանդիսացել եւ մեր կարծիքով ինքը ժամանակավրեպ է եղել։ Հետևաբար, քանի դեռ մենք մեր բարեփոխումները չենք իրագործել, առաջի հերթին իրականացնելու ենք ստատուս քվոյի վերականգնում։ Չեղարկելու ենք այդ 25 թվականի հունվարի 1-ից գործող այսօրվա համակարգերը, վերադարձնելու ենք փոքր ու միջին ձեռնարկատիրությանը շատ ավելի բարենպաստ այն ժամանակվա բարենպաստ հարկային միջավայր։ Այդ նշանակում է, որ մեր փաստաբանները, ձեր նշված վարսավիրանոցները, ներգնա տուրիզմով զբաղվող փոքր ու միջին մեր ձեռնարկատերերը վերադառնալու են հին հարկային բեռին, այսինքն ավելի նվազ հարկային բեռին։ Մենք ինչ ենք առաջարկելու։ Մենք ասում ենք, որ քանի որ սպառման մոդելից անցնում ենք արժեք ստեղծման մոդել, արտահանելի մոդել, մենք պետք է աստիճանաբար վերացնենք ավելացված արժեքի հարկը։ Ավելացված արժեքի հարկը սովորաբար գործում է այն երկրներում, որտեղ որ հարկվում է սպառումը։ Քանի որ մենք այդ փիլիսոփայությունից վերադառնում ենք արժեք ստեղծման եւ ստեղծված արժեքի հարկման, այսինքն ուղղակի հարկման համակարգերին մենք վերացնելու ենք ավելացված արժեքի հարկը աստիճանաբար։ Շրջանառության հարկը անմիջապես վերացնելու ենք։ Շրջանառության հարկին եւ ավելացված արժեքի հարկին փոխարինելու է 5% տոկոսադրույքով վաճառքի հարկ, պարզ վարչարարությամբ, հաշվետվողականությամբ պարզեցված համակարգերով եւ նաեւ ներմուծելու ենք եկամտային հարկի եւ շահութահարկի պրոգրեսիվ հարկման համակարգեր։ Օրինակ, այսօր եկամտային հարկը 20% է, մենք 20%-ի փոխարեն առաջարկելու ենք 12, 18, 22 եւ 28% քայլքերով այդպիսի պրոգրեսիվ սանդղակ։ Եվ դրա արդյունքում փոքր ու միջին ձեռնարկատիրության մոտ ներգրաված աշխատողները հարկվելու են ավելի նվազ դրույքաչափով կամ 12 կամ 18% դրույքաչափով։ Եվ այստեղ մենք նպատակ ունենք մի կողմից վերականգնել սոցիալական արդարությունը, որովհետև հարկման բնագավառում սոցիալական արդարությունը պահանջում է, որ բոլորս մասնակցենք մեր եկամուտներով հանրային ծախսերի ֆինանսավորմանը, բայց ամեն մեկս մեր եկամուտներին համաչափ եւ համամասնորեն քիչ եկամուտը քիչ տոկոսադրույքով պետք է հարկվի, շատ եկամուտը շատ տոկոսադրույքով։ Ամբողջ աշխարհի եւ նաեւ մեր երկրի փորձ ցույց է տալիս, որ ավելի բարձր եկամուտներ ունեցող, ավելի շատ գույք տնօրինող մարդիկ հանրային ծառայություններից շատ ավելի մեծ ծավալով են օգտվում։ Հետևաբար հանրային ծառայությունների ֆինանսավորմանը իրենք շատ ավելի մեծ ծավալներով պետք է մասնակցեն, քան ավելի նվազ եկամուտներ ու ավելի քիչ գույք տնօրինող մեր հայրենակիցները։ Սա սոցիալական արդարության վերականգնման նաև միտում ունի։ Եթե ամբողջականացնենք, փոքր ու միջին ձեռնարկատիրությանը համաչափ ավելի ցածր հարկ, պրոգրեսիվ հարկման համակարգեր, արդյունաբերական գոտիներում գրեթե զրոյական հարկման համակարգ
եւ մենք խոսելու ենք նաեւ բաժնետիրական ընկերությունների մասին, մեր ուղղություններից մեկն էլ նա է, բաժնետիրական ընկերությունների շահութարկի համակարգն էլ ինքը նաեւ դիվիդենդների բաշխման պահով է պայմանավորված լինելու։ Երևի թե այսքանը այս փուլում։ Մենք երևի մոտենում ենք այդ թեմային, այդ առանցքային ուղղություններից մեկին։ Ձեր խոսքից եմ պարզապես մեջ բերում արտադրական տնտեսությունը աճող փոքր ու միջին ձեռնարկությունները պահանջում են ոչ միայն վարկային միջոցներ, այլև երկարաժամկետ սեփական կապիտալ։ Այստեղ է որ ձևավորվում է հաջորդ տրամաբանական առանցքը՝ արժեթղթերի շուկայի զարգացում։ Բացենք փակագծերը։ Այո, սա մի փոքր նախապատմություն պետք է անենք, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Մենք օրինակ կազմակերպաիրավական տեսակներից ունենք փակ բաժնետիրական ընկերություն եւ բաց բաժնետիրական ընկերություն, այսպիսի տարանջատում, որը որոշակի արհեստական է եւ որը բնորոշում է պոստսովետական ժամանակաշրջանի պոստսովետական երկրներին։ Ամբողջ առաջադեմ աշխարհը շատ վաղուց եթե խոսում է բաժնետիրական ընկերությունների մասին, ապա դա նշանակում է, որ դա ընկերություն է, որը թափանցիկ է, հաշվետվողականություն ունի, կորպորատիվ կառավարման համակարգերով է գործում եւ ամենակարևորը բաժնետոմսերը ցուցակված են բորսայում, այսինքն ազատ շրջանառվում են բորսայում։ Մենք մի կողմից ունենք մեր մոտ բորսա, որը որ կայացման փուլում է, դեռևս կայացած չի, մեր մոտ բորսայական շարժ եւ մեր օրինակ հայրենակիցների բորսայում ներդրումներ կատարելու կարողությունները սահմանափակված են, որովհետեւ բաժնետիրական ընկերություններ, բաց բաժնետիրական ընկերություններ այդքան չկան Հայաստանում։ Մյուս կողմից էլ կա այդ արհեստական բանը, տարանջատումը։ Մենք ինչ ենք ասում, առաջի փուլում վերացնելու ենք այդ բաց ու փակ բաժնետիրական ընկերությունների այդ տարբերությունը։ Փակ բաժնետիրական ընկերություններին ժամանակ ենք տալու անցումային, որ իրենք կամ վերակազմակերպեն որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, կամ դառնան իրական բաժնետիրական ընկերություններ։ Բաժնետիրական ընկերություններ դառնալը նշանակում է իրենք IPO պետք է անեն, իրենք պետք է ցուցակեն իրենց արժեթղթերը, բաժնետոմսերը բորսայում։ Օրենքով սահմանելու ենք հանրային հետաքրքրությունների օբյեկտ կամ ընկերություն հասկացությունը, դրանք այն ընկերություններն են, որոնք օրենքով պարտավոր պետք է լինեն բաժնետիրական ընկերություններ, բանկային համակարգը, էներգետիկա, հանրային ծառայություններ մատուցողները, հանքարդյունահանման ոլորտի ընկերությունները, օպերատորները, կապի ծառայություններ տրամադրող օպերատորներ, սրանք բոլորը պարտադիր պետք է լինեն բաժնետիրական ընկերություններ, դա նշանակում է այս բոլորի բաժնետոմսերը պետք է բորսայում շրջանառվեն։ Հիմա ինչ է նշանակում բորսայական կապիտալ ներգրավելու հնարավորություն, ոչ մենակ ասենք բանկային վարկ։ Հիմա ինչ անում բիզնեսը շատ դեպքերում գնում է բանկից վարկ է վերցնում, որպեսզի համալրի իր շրջանառու կապիտալը։ Այս դեպքում ինքը ընկնում է այդ ամբողջ կենտրոնական բանկի վերահսկողական ամբողջ այդ կարգավորող իրավական բաների պահանջների տակ եւ բանկերը ստիպված իրանցից պահանջում են մեծ փաստաթղթեր, հաշվետվություններ, գնահատում են ռիսկերը եւ այլն, տալիս են վարկեր եւ շատ դեպքերում այդ վարկերը լինում են ավելի բարձր տոկոսադրույքով, ելնելով նրանից դրանք փոքր բիզնեսներ են թե մեծ։ Փոքր բիզնեսները շատ ավելի դժվար են վարկային կապիտալ ներգրավում, որտեղ իրենք գնահատվում են ռիսկային, մեծերը մի քիչ ավելի շատ։ Հիմա բորսայական կապիտալ ինչ է նշանակում։ Երբ որ դու թողարկում ես պարտատոմս, քո արժեթղթերը դնում ես վաճառում ես արժեթղթերի օրինակ 30% ազատ շրջանառվում են բորսայում, չէ՞։ Դու բորսայական կապիտալ ես ներգրավում։ Այդ նշանակում է, որ դու այո ունես պարտատոմս թողարկված, որը էլի տոկոսով է եւ այլն, բայց դու քո սեփական կապիտալը մեծացնում ես քո սեփական կապիտալը, քո բիզնեսը ունենում է բարձր կապիտալիզացիա։ Մյուս կողմից մենք բոլորս եւ ընդհանրապես եթե վերցնենք դասական քաղաքատեսական ուսմունքների մեջ Քեյնսի ուսմունք կա, չէ՞։ Քեյնսը ուսումնասիրել եւ ներկայացրել է այն 10 դրդապատճառներ, որոնք որ ֆիզիկական անձիկ կամ անհատները սպառման սահմանային հակումը իրենց, որն ասենք եկամուտների բարձրացման ֆոնին իրենք սպառման հակումը աստիճանաբար գնալով ընկնում է։ Եվ շատ դեպքերում մարդիկ սովորաբար ավելի քիչ են սպառում եւ սկսում են ավելի շատ կուտակել։ Դա մարդկային հոգեբանության մեջ է։ Այսինքն ինչքան շատ են վաստակում, այնքան քիչ են ծախսում։ Այո, ինչքան շատ են վաստակում, իրենց վաստակի համամասնությամբ իրենց ծախսերը չի ավելանում։ Ծախսերը կարող են ավելանալ, բայց ավելի շատ կուտակումներն ավելանում։
Հիմա տնտեսություն կառավարողները, երկրի տնտեսական քաղաքականություն իրագործողները պետքա մտածեն, ինչպես անեն, որ այդ մարդկանց մոտ եղած գումարները, որոնք շատ դեպքերում կարող է նաև բարձի տակ լինի, բառից փոխաբերական իմաստով, ու դրանք կուտակումների անվան տակ դուրս են բերվել եկամուտների ու ծախսերի համընդհանուր շրջապտույտից, չէ, ինչպես անենք, որ դրանք որևէ ձևով վերադառնան տնտեսություն։ Այս ռեֆորմը, որ մենք առաջարկում ենք, եւ դա մեր 5-րդ հենասյունն է կամ 5-րդ առանցքային ուղղությունն է, մենք ասում ենք, որ նաև ֆիզիկական անձիկ հնարավորություն են ունենում բորսայում ցուցակված մեր բաժնետիրական ընկերությունների պարտատոմսերը առնելով բարձի տակ դրած իրենց փողերը բերեն եւ ներդրումների տեսքով վերադարձնեն տնտեսություն։ Այսինքն այս 6-րդ առանցքային ուղղությունը մի կողմից բորսայական կապիտալը հասանելի է դարձնում ընկերություններին, մի կողմից էլ մեր քաղաքացիներին տալիս է հնարավորություն իրենք пассив ներդրումների ձևով մասնակցեն տնտեսությանը։ Ուզում ուղղակի հասկանալ, բորսային կապիտալի ներգրավումը տնտեսության մեջ ավելի քիչ ռիսկեր է պարունակում, քան բանկային ունակվարկային միջոցների ներգրավումը։ Ռիսկերի տեսանկյունից թերևս այո, բայց բանկային փոխառու կապիտալը կարող է շատ ավելի մատչելի լինի իր արժեքի առումով, այսինքն տոկոս կարող ավելի ցածր լինի, բայց կապիտալը ինքը երկարաժամկետ է ավելի։ Իսկ երբ որ դու գիտես, որ պատկերացրեք դուք թողարկում եք, չգիտեմ, 10,000 բաժնետոմս ու այդ 10,000 բաժնետոմսը առաջնային սպառմամբ առաջարկում եք հանրությանը։ Բորսայում այդ 10,000 բաժնետոմսը արագ առնում են բոլորը եւ դուք որպես տեղաբաշխող միանգամից կապիտալ եք ներգրավում։ Գիտեք, բաժնետիրական կապիտալը գիտեք որ երբ է առաջացել 17-րդ դարում։ Առաջի անգամ գիտեք երբ, որտեղ Անգլիայում երբ որ սկսել են կառուցել երկաթգիծը։ Այդ երկաթգիծ կառուցելու համար, քանի որ գումար պետքա լիներ, առաջի բաժնետիրական ընկերությունները բանարեցին, ստեղծվեցին եւ բաժնետոմսեր առաջարկվեց հազարավոր, 100,000-ավոր բաժնետերերի։ Եվ նրանք առան իրենց բաները, բաժնեմասնակցությունները դառան, ասենք, բաժնետերը առաջի բաժնետիրական ընկերություններին եւ երկաթգիծը տենց կառուցվեց։ Այսինքն բանկերը այնքան, այսպես ասած, զարգացած չէին 17-րդ դարում 17-րդ դարի վերջ 18-րդ դարում, որպեսզի իրենք ֆինանսավորեին այդպիսի համալիր ծրագրեր։ Ինչ եղավ, բաժնետիրական ընկերություն ստեղծվեց առաջի անգամ, որպեսզի ինքը ներգրավի ժողովրդից նրա ձեռքի փողերը, որպեսզի կուտակի ու այդ կուտակած փողով ստեղծի երկաթգիծ։ Հենց դա է իմաստը, որ հենց առաջի այսպես ասած բաժնետոմսերի առաջի հրապարակումից դու անմիջապես կապիտալ ես ձեռք բերում, այդ կապիտալը ինքը մնում է քո ընկերությունում անդադ պտտվում է, որտեղ այդ բաժնետոմսերը ազատ շրջանառվում են։ Հետո իրենք արկուվաճառքի առարկա են դառնում, բաժնետոմսերը եթե կապիտալիզացիա բարձրանում է, բաժնետոմսերը ավելանում է, բաժնետոմսերի արժեքը ավելանում է, իջնում է, շատ-շատերը դրա վրա սկսում են եկամուտներ աշխատելը, քո ընկերության կապիտալիզացիան է, դու ունենում ես շուկայական դիրք արդեն, ինքը գալիս է արդեն ցիվիլ բիզնեսի կարգավիճակ է ձեռք բերում քո ընկերությունը։ Ինքը շատ կարևոր է։ Հայաստանում դա ինչ կիրառություն ունի ընդհանրապես։ Հիմա զրոյական կամ մոտիկա զրոյական, որովհետև կան ընկերություններ, որոնք որ ցուցակվել են, պարտատոմսեր են թողարկվել, դրանք հաջողությամբ տեղաբաշխվել են, բայց այսօրվա այդ շուկան սահմանափակված է հիմնականով կարճաժամկետ պետական պարտատոմսերի առքով վաճառքով։ Ինչու պարոն Անանյան, որովհետև շուկան ինքը կայացած չի, որովհետև բաժնետիրական ընկերություններ բավարար քանակի չկան, որտեղ մենք չենք ստիպել օրենսդրությամբ, որ այն ընկերությունները, որոնք հանրային հետաքրքրությունների օբյեկտ են իրենցից ենթադրում, իրենք օրենքի ուժով դառնան ցուցակված ընկերություններ ու դրանց բաժնետոմսերը ազատ շրջանառվեն։ Մեր ռեֆորմի հիմքում հենց դա է, համ հասանելիություն բորսայական կապիտալի ընկերություններին, համ բորսայի կայացում, համ բարձի տակ դրված գումարների տնտեսության վերադարձ։ Սա մի համալիր, այսպես ասած, ռեֆորմ է։ Այդ բարձի տակ դրած գումարների հետ կապված նախկինում այդ շատ դժվարությամբ ձեռք բերված վստահությունը բանկերի նկատմամբ կարծեք թե ստացվել էր։ Իհարկե։ Բայց վերջին տարիներին անկեղծ ասած չգիտեմ ինչ պատկեր է պարոն Անանյան, մարդիկ նույն վստահությունը պահպանվում է բանկային։ Բանկային համակարգի նկատմամբ այո կա եւ փառք մեր բանկային համակարգին, որը ինքը այս մեր վերջի տարիների ճգնաժամային տարիներին ինքը կարողացել է այդ բարձր կապիտալիզացիան բանկային համակարգի պահի,
թե առանձին բանկերի մենեջմենտը իրենց բաժնետերերով, իրենց կառավարման համակարգերով, թե կենտրոնական բանկը իր կարգավորող գործառույթն իրագործելու շրջանակներում, այո, բոլորը կարողացել են միասին պահեն մեր բանկային համակարգի բարձր վարկանիշը։ Դա այո կա։ Եվ պատահական չի, որ նաև այսօր առանձին բանկեր իրենք են հանդիսանում նաև այդ առաջնային տեղաբաշխման օպերատորներ։ Այդ որ մենք խոսեցինք, չէ, բորսայական կապիտալ եւ այլն, այսօր իրենք հանդիսանում են տարբեր ընկերությունների այդ պարտատոմսերի թողարկման կամ արժեթղթերի տեղաբաշխման հենց իրենց օպերատորները։ Իմ ասածը բանկային համակարգի այս զարգացվածության մակարդակում ինքը իրագործելի է։ Եթե մենք չունենայինք զարգացած բանկային համակարգ, թերևս մեր զրույցը արժեթղթերի շուկայի կայացման վերաբերյալ կլիներ մի փոքր բան, հենց գիտաֆանտաստիկ, բայց ինքը իրական է, կարելի է դա անել։ Վերադառնալով ձեր առաջարկած տնտեսական ծրագրի 7-րդ առանցքին թվային դրամ, որը կարծեք թե դարձյալ ուշադրության արժանացել էր, հավանաբար նորույթ որպես նորամուծություն հետաքրքիր։ Ես որքան փորձեցի ուսումնասիրել, որ երկրներում է կիրառվում, կարծեք թե միայն Չինաստանն էր, որտեղ լայն կիրառություն ունի թվային դրամը։ Մի շարք երկրներում այն փորձնական փուլում է եւ մասնակի օգտագործման կարծեք ձևաչափով է։ Հայաստանում ինչպես է կիրառվելու, որ ոլորտներում այս դրամի օգտագործումը ընդհանրապես որտեղ օգտագործվելու այս դրամը։ Տեսեք, քանի որ մենք ներկայացնում ենք, որ մեր միասնության թևեր քաղաքական նախաձեռնության տնտեսական քաղաքականության բաղադրիչ, մենք ավելի շատ ներկայացնում ենք դրա առաջնային ներդրման փուլում դրա նշանակության բաղադրիչը միայն, բայց ինքը շատ ավելի համապարփակ է եւ ներդրման երկարատև ժամանակ ունենալու ինքը։ Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ։ Մենք կենտրոնական բանկի վերահսկողությամբ եւ ինքը որպես այդ թվային արժույթի թողարկող, եթե կարելի է այսպես ասել, որովհետեւ նաեւ օրենսդրությամբ մեր դրամի էմիսիոն բանկը մեր կենտրոնական բանկն է բնականաբար, այդ նշանակում որ նաեւ թվային արժույթի տնօրինողը պետք է լինի կենտրոնական բանկը։ Թվային արժույթը ինչ է, ինքը մենք ունենք կանխիկ դրամ, մենք ունենք անկանխիկ դրամ եւ ունենալու ենք դրանց համարժեք 1-ին 1 հարաբերակցությամբ թվային դրամը։ Ինքը էլի իդենտիֆիկացվող դրամ է, եթե օրինակ մեր թղթադրամի վրա կա սերիական համար չէ, որ մենք կարողանանք իրեն թողարկելուց կարողանանք իդենտիֆիկացնենք եւ նաեւ ասենք որոշակի ներքին գործառույթներ է իրականացնում կենտրոնական բանկը, նաեւ ասենք դրանով ինքը պայքարում է նաեւ կեղծարարության դեմ, կեղծ թղթադրամների եւ այլն։ Անկախիկ դրամը ինքը շոշափելի չի եւ ինքը իդենտիֆիկացվող չի, ինքը իդենտիֆիկացվող այնքանով, ինչքանով որ իդենտիֆիկացվում է անկերությունը կամ այդ հաշիվը պահողը, չէ՞, եւ երրորդը էլի թվային դրամը ինքը ունենալու է իդենտիֆիկացված ունիկալ համար։ Սա ինչ է նշանակում, որ թվային դրամով ամբողջ վճարային այդ գործընթացը սկզբից մինչև վերջ լինելու է թափանցիկ, վերահսկելի եւ դրա այսպես հետագծելիությունը լինելու է բանի կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակներում սկզբից մինչև վերջ։ Որպեսզի մենք հիմա շատ չծանրացնենք մեզ լսողներին եւ դիտողներին, ասենք որ դրա հիմնական նպատակը, առաջնային նպատակը ապրանքներ ու ծառայությունների ռեեստր ստեղծելն է, այնպիսի ապրանքներ ծառայություններ կամ այնպիսի ռեեստր, որտեղ ներառված ապրանքներն ու ծառայությունները պետք է դրանց դիմաց վճարումներ իրականացվեն միմիայն թվային դրամով։ Հիմա պատկերացրեք, ինչ որ ժամանակա ընթացք այդ ռեեստրը համալրվում է տարբեր տեսակի ապրանքներով ու ծառայություններով ու աստիճանաբար թվային դրամի կիրառությունը ընդլայնվում է տասնամյակների ընթացքում։ Բայց առաջնայինը մենք ասում ենք, որ պետական գնումների համակարգը անմիջապես աստիճանաբար, բայց անմիջապես անցնելու է թվային դրամի։ Դրանով մենք պայքարելու ենք շատ ու շատ վատ երևույթների դեմ, որոնք որ մենք լսում ենք պետական գնումների համակարգում։ Ասենք գումարների ոչ նպատակային ծախսում, անարդյունավետ ծախսում, շատ դեպքերում գնումների հետ տեսակավորման հնարավորություններ, այս կամ այն գնումը մեկ այլ գնումով փոխարինել։ Մի կողմից ունենալու ենք իրավապայմանագրային կամ իրավակարգային կարգավորումային լավացում գնումների համակարգի, մյուս կողմից ունենալու ենք թվային դրամով միմիայն իրականացվող պետական գնումներ, որով որ հանրությանը ասում ենք պետության նկատմամբ քո վստահությունն ուզում ենք վերականգնենք, որ դու տեսնես, որ պետությունը իր գնումների ամբողջ համակարգն իրականացնում է թվային դրամով։ Դա նշանակում է, որ
գնման յուրաքանչյուր դեպքը իրական ժամանակում իր դրա հետագծելիությունը վերահսկվող է։ Դա շատ կարևոր է հանրության համար, որ ինքը վստահություն ձեռք բերի, որ իր հարկերով առաջացած գումարները ծախսվում են խիստ նպատակային, որովհետև չկա որևէ կոռուպցիոն երևույթ, որտեղ դրա տեխնիկապես հնարավորությունը արդեն բացառված է եւ հանրային վստահության բարձր մակարդակ ենք ապահովում դրանով։ Սա ենք անընդհատ ասում, որպես քաղաքական նախաձեռնության պլատֆորմում շատ կարևոր բան, առաջնային ու կարևոր միայն սա ենք ասում, որտեղ սա է ավելի շատ հիմա անցալելի մեր հանրությանը, բայց դա ինքը ունի նաև որոշակի համապարփակ շարունակություն, որովհետև ինքը արդեն տարիների ընթացքում դրամապանակների գաղափարն է գալու օֆլայն ռեժիմով աշխատող մարդիկ, ովքեր որ ունենալու են երաստիճան համակարգ հնարավորություն մուտք գործեն այդ համակարգ, աշխատավարձերի մի մասը հետագայում վճարվելա թվային արժույթով, դա արդեն են հետագա մեր անելիքներն են, որոնք որ մենք կարծում եմ, որ հնարավորություն կունենանք մոտակա տարիներին իրագործելիս նաև հանրային լայն քննարկումների միջոցով իրազեկել մեր հանրությանը։ Այսինքն, որքան հասկացա, սկզբնական փուլում դա ավելի խոշոր գործարքների մեջ է օգտագործվելու, հետագայում ֆիզիկական անձինք եւս հնարավորություն կունենան կամավորության հիմունքով, այո, աստիճանաբար եւ թվային դրամը ինքը ապագան է։ Այլընտրանքի է թե Դա այլընտրանք է եւ ապագային միտված է։ Ինքը թվային դրամը դա մեր վճարահաշվարկային միավորն է, որը լինելու է ապագայի մեր ապագան։ Ապագայի կամուրջը գցում ենք այսօր կիրառությունը դնելով պետական գնումների համակարգի վրա առաջնային։ Պարոն Անանյան, մենք կարծեք խոսեցինք բոլոր առանցքների վերաբերյալ, այսքանից հետո պարզ եւ տրամաբանական հարց է առաջանում, իսկ ունեք թիմ, որը իզորու է իրականացնելու այս ծրագիրը։ Տեսեք, բացի փորձագիտական թիմը, որ աշխատել են միասին, ու փորձագիտական թիմը կա։ Թիմ կա, բայց տեսեք, քաղաքական թիմը սովորաբար դրանք որոշումներ կայացնելու մակարդակով են ներկայացվում։ Այսինքն ովքեր են արմատական են որոշում կայացնողները, այո, այդ թիմը կա, բայց ընդհանուր առմամբ պետական ամբողջ համակարգը ինքը պետքա վերափոխվի, համալրվի նոր սերունդներով եւ բարեխիղճ եւ ճիշտ հետագիծ ունեցող փորձառու մասնագետները պետք է մնան, իրենց փորձը փոխանցեն նոր սերունդին, այսինքն թիմը ինքը այո, որոշումներ կայացնողների մակարդակով այդ թիմը կա, իսկ իրագործելու ամբողջ պետական համակարգը նորացված նոր կադրերով։ Պարոն Անանյան, տնտեսագիտության ոլորտը այն ոլորտներ, տնտեսության, որտեղ կարծեք թե մենք վերջին 2.5 տասնամյակների ընթացքում իմ սուբյեկտիվ դիտարկմամբ լավագույն մասնագետներն ենք ունեցել, որոնք այս 18 թվականից հետո դուրս են մնացել ոլորտից։ Այս մարդկանց ներգրավելու է այս ծրագիրը։ Իհարկե, հենց դա նկատի ունեի, որ որոշումների կայացնողների առումով խնդիր չկա, կան կոնկրետ մարդիկ, ովքեր որ իրագործելու են, բայց թիմը դե բնականաբար պետք է համալրվի եւ նոր սերունդը պետք է գա ու էստաֆետը վերցնի հին սերնդից եւ իրար հետ պետք է իրագործեն։ Եվ այն վերջին հարցը, այսպեսի աշխարհում ինչպիսի տնտեսական մոդելներ կան ընդունված այս պահին եւ ձեր առաջարկած մոդելը մոտավորապես որ երկրի մոդելին է ավելի համապատասխանում, թե առանցին է ինք կապ չունի։ Մենք թվարկեցինք ցանկացած փոքր ռեսուրս ունեցող երկիր, որը կարողանում է ստեղծել արտահանելի տնտեսություն եւ իր առևտրային հաշվեկշիռը դրական է, այսինքն ավելի շատ արտահանում է, քան ներմուծում է։ Դրա մեջ բնականաբար Իսրայելն է, մենք խոսեցինք իր մասին, դրա մեջ Իռլանդիան է, խոսեցինք դրա մասին, կան երկրներ, որոնք որ համամարտկային արժեքներ եւ գիտելիքի վրա հիմնված արժեքներ են ստեղծում եւ մատակարարում աշխարհին։ Այդպես երկրներ շատ են։ Այսպես ասեմ, այս մոդելը կոչվում է արժեք ստեղծող մոդել։ Ինքը արժեքաստեղծ մոդելն է, որը որ ապահովում է արտահանելի տնտեսություն։ Մենք սրան այլընտրանք չունենք, եթե ուզում ենք մեր ինքնիշխանությունը պահպանենք, մենք պետք է ունենանք արտահանելի տնտեսություն։ Շնորհակալություն, պարոն Անանյան, հետաքրքիր մեկնաբանությունների համար։ Սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության համահիմնադիր տնտեսագետ Դավիթ Անանյանն էր։ Մենք այսօր խոսեցինք այս քաղաքական թիմի ներկայացրած տնտեսական ծրագրի մասին 7 հիմնական ուղղություններ, առանցքներ, որոնց շուրջ քաղաքական թիմը պատկերացնում է ապագա տնտեսական Հայաստանը։ Զրույցը վարեց Ալիսա Գևորգյանը, ցտեսություն։